Նորից հետաձգում ես այն գործողությունները, որոնք քեզ կտանեն դեպի նպատակը։ Ինչու՞։ Որովհետև գտնվում ես կոմֆորտ զոնայում, որտեղ ամեն ինչին սովոր ես եւ առաջնորդվում ես սովորություններով։ Սակայն երկար մնալով այս զոնայում դու կարող ես ունենալ տհաճ անակնկալներ։ Շատերն են մնում կոմֆորտ զոնայում եւ նախանձով դիտում, թե ուրիշները ինչպես են հասնում հաջողությունների։ Երբ որ մարդ անընդհատ առաջնորդվում է այդ սովորություններով եւ գտնվում իր կոմֆորտ զոնայում, նա շատ դժվար է հրաժարվում այդ սովորություններից եւ իր կյանքը միօրինակ է լինում։ Անընդհատ նա ապրում է նույն օրերը, նույն առօրյան եւ չի գրանցում ոչ մի զարգացում։ Իսկ երբ որ իր առաջ դնում է որևէ նպատակ եւ ցանկանում է գնալ դեպի այդ նպատակը, նա ինչ որ փոփոխություններ իր առօրյայում անպայման պետք է կատարի։ Հիմա կխոսեմ 5 կարևոր քայլի մասին, որը կօգնի քեզ դուրս գալ կոմֆորտ զոնայից եւ շարժվել դեպի քո նպատակը։ Առաջինը՝ գրիր 5 նպատակ, որը անընդհատ հետաձգել ես։ Երկրորդը՝ ընտրիր այդ նպատակներից ամենակարևորը եւ հասանելին։ Երրորդը՝ գրիր ռեսուրսներ, որոնք պատրաստ ես ծախսելու այդ նպատակին հասնելու համար։ Օրինակ, եթե դու ընտրել ես օտար լեզուն կատարելագործելու նպատակը, պետք է գրես այն ռեսուրսները՝ ժամանակ, գումար, էներգիա, որոնք պատրաստ ես ծախսելու օտար լեզուն կատարելագործելու համար։ Չորրորդը՝ այդ ռեսուրսների ցուցակը դարձրու ծրագիր, որտեղ կունենաս վերջնաժամկետ եւ ինչ որ հմտությունների կատարելագործման աստիճան։ Հինգերորդը՝ գտիր մի կարևոր սովորություն, որ ամեն օր կիրառելով դու կարող ես մոտենալ քո նպատակին։ Օրինակ, կարող ես ամեն օր սովորել եւ կիրառել քո ընտրած լեզվից 5 բառ եւ օտար լեզվի հմտություն այսպես կատարելագործելով մոտենալ քո նպատակին։ Կարևորը հենց առաջին քայլն է։ Երբ ստանաս առաջին արդյունքները, կունենաս մոտիվացիա առաջ շարժվելու դեպի քո նպատակը։ Գրիր, կիրառիր եւ սկսիր հենց այս պահից։ Հետևեք վիդեոբլոգներին, միացեք YouTube-ի իմ ալիքին, եղեք ակտիվ եւ թողեք ձեր մեկնաբանությունները։